Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, մեր ավանդական հայացք Երևանից հաղորդաշարն է, այսօր ունենք մենք որակական փոփոխություն, մեզ է միացել նաև YouTube-յան էջը և ձեզ առաջարկում ենք օգտվել, տարածել, նաև անդամագրվել, նպատակը պարզ է, որպեսզի շատ ավելի պարզ և շատ ավելի մատչելի մենք ներկայացնենք քրիստոնեժողովրդավարական լուսանկարչության տեսակետը ձեզ բոլորի և ինչու չէ նաև ինձ իմ գիտելիքները փոխանցել ձեզ, եթե նորություն չի ձեզ համար, այսինքն ավելի շուտ նորություն չի ձեզ համար, որ ես իրականում քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր եմ, այսինքն այստեղ կաշխատեմ մի քիչ պարզ լեզվով, բայց ձեզ բացառապես փոխանցել քաղաքագիտական գիտելիք, Հայաստանի պատմական ուրեմն զարգացման ճշգրիտ պատմություն, մեր ժողովրդի և ձեր կոնկրետ, մեր նախնիների քաղաքակրթական մշակութային ձեռքբերումները և վերջին հաշվով Հայաստանի տեղը աշխարհում, աշխարհի քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, ռազմավարական և ուրեմն հոգևոր ոլորտներում։ Ուրեմն սրանք ընդհանրապես եմ ասում, որպեսզի մենք չունենանք մեթոդաբանական բարձրաբանումների կարիք, այլ կարողանանք ձեզ հետ հաղորդակցվել այն հիմնախնդիրներով, որոնք մենք որպես կուսակցություն, ես որպես քաղաքագիտության մասնագետ, անհրաժեշտ եմ գտնում փոխանցել ձեզ։ Ուրեմն մի բան եմ խնդրում ես ձեզ, մեր մեջ ասեմ նեղանալու բան չկա, կա ավանակների ահռելի մի բանակ, որը ինքը ես շատ ցավալի է, որ ծնվել է որպես ստրուկ, իսկ մեր միջի եղած ստրուկները որպես կանոն ռուսացած ստրուկներ են, դրանց պետք է առաջարկեն իրենց տխմար ուրեմն դիտողություններով և միջամտություններով մեզ չխանգարեն, որովհետև մենք այդ ավանակների հանդեպ շատ չոր ենք, պատասխանը շատ ավելի վատ է լինում, իրենք գիտեն, բայց մենք բնականաբար չենք ուզի, որ մեր խոսույթը գնա այդ ուղղությամբ, բայց զգուշացնում եմ, նաև քանի անգամ խոստացել եմ, իրականում ես նաև ինձ մոտ այդ ավանակների անմազգամները վերցնում եմ, ուզում եմ fake լինեն, կեղծ այսինքն, թե իրական, դրանք նաև հանցան ծառայություններին կանցնենք, արդյունքները կտեսնեն, և որ վզներին կտան այդ հաստավիզները և իրենց ուղեղից ռուսականության մասը կթափվի դուրս, ուրեմն իրենց ստրուկ վիճակը չվերագրեն բոլորին, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակաշրջան և կարծում եմ չեք ուրեմն կասկածում, որ համաշխարհային քաղաքական գործընթացները շատ արագ են տեղի ունենում, խոշոր տերություններ իրար հետ դուք տեսնում եք ինչպիսի հաշիվներ են մաքրում, իսկ մեր նման ժողովուրդներ, եթե սխալվեն, ուրեմն կորցնում են։ Առաջին բանը հիշեցնեմ, որ չմոռանանք, մենք մի 2 տարի առաջ է մեր հայրենիքի մի հսկա մասը նորից կորցրել ենք։ Մենք ընդհանրապես, եթե պատմական հեռանկարի մեջ եք նայում, Տիգրան Մեծից սկսած, Դրդատ Մեծ թագավորից սկսած, անընդհատ կորցնում ենք։ Մի բան էր, որ ձեռք էինք բերել ուրեմն Արցախը ազատագրված վիճակը, այնալ Ղարաբաղյան կլանի ստրկության, տգիտության, ռսահպատակության, այս շատ կարևոր դեր է խաղացել, գեներալների ծախվածության և էլիտար մաս չունենալու, կազմակերպված մաս չունենալու պատճառով վերջին հաշվով կորցրեցինք այն, ինչի վրա հիմա Վարդան Օսկանյանները, որոնք տարիներ շարունակ հարցը փակուղու մեջ էին մտցրել, հիմա կոչ են անում նորից վերադառնալ։ Ուրեմն զենքով փախել են, առանց զենքի ուզում են վերադառնալ, այսինքն այս ավանտյուրիստները ուզում են մեր ժողովրդի գլխին նաև արցախահայության նոր աղետ փաթաթեն, որի մասին մենք խոսենք։ Ինքնին պարզ է, որ ես այն մարդը չեմ, որին կարող եք ասել, որ վեհատություն է տարածում, պարտավորականություն և այլն, բայց մենք պետք է իրատեստ լինենք և նայենք ճշմարտության աչքերին և մեր ուրեմն վիճակը գնահատենք այնպես ինչպես կա և ոչ այնպես ինչպես Վարդան Օսկանյանները, որոնք պատասխանատու են երկրի քայքայման համար, ուրեմն արտաքին քաղաքականության բացարձակ ձախողման համար և նոր իշխանությունների վզին հին բեռը փաթաթելու, դնելու, գրբան դնելու պարագայով, իսկ այսօր էլ ուրեմն Շուշի հանձնողները ազգային հերոսի ուրեմն կերպար ստեղծելու աշխատանքով են զբաղված։ Հիմա ինչու եմ ասում սրանք, իհարկե լավ կներ, որ այս հարցերը մենք չունենայինք խնդիր արծարծելու, բայց դժբախտությունն այն է, որ հիմա հիմիկվա բան չի, 2-3 դար է, Հայաստան մի ստվար զանգված, ստիպված է իր ավանակ մասին անընդհատ բացատրել, որ պաշտպանիր ազգային շահդ, ուրեմն մի քծնիր, մի սողա ուրիշի դիմաց, եւ առանձնապես թուրքի տակ սողաս, թե ռուսի տակ սողաս, առանձնապես տարբերություն չկա։ Այդ անհատական տարբերություն կարող է ունենալ, բայց առանձնապես մեծ տարբերություն չկա։
իսկ նորմալ ժողովուրդները Իսրայելին նայեցեք, իրենց դարավոր դժբախտության հաղթահարման ճանապարհով իրենք են սողացնում, աշխատեք ոչ թե տեղավորվեք, որ սողաք դրապարակային Պուտինի տակ, այն աշխատեք, որ ուրիշներ ձեր տակ սողան։ Այս ցկտումը պիտի լինի անկախ այնից, դա այսօր կա թե չկա։ Ասած է շատ չոր չհամարեք, որովհետև մենք պարտավոր ենք սերունդներին փոխանցել, ոչ միայն մենք ապրենք, սերունդներին փոխանցել գոնե այն Հայաստանը, այն պատարիկը տարածքի առումով, ինչը մեծ մնացել է մեր նաև կներեք տխմարության եւ ստրկահաճ օտարահապատակ լինելու պատճառով։ Ազգային գիտակցության մասին է խոսքը։ Իհարկե այս խոսքերը բոլորին չի վերաբերում, բոլորին չէ որ վերաբերում է, բայց ստվար մի զանգված կա, որը կռիվ է տալիս ռուսի տակ մնալու համար։ Ես հիշեցնեմ նաև այսպեսի մի բան։ Հիշում եք նախկին ազգային ժողովում կար մի պատգամավոր, ազգային չասեմ, դուք նաև կտեք, որն ասում է դե ի՞նչ տարբերություն, մեկի տակ պետք է պարկենք, հենա ռուսի տակ պարկացենք։ Ես առաջարկում եմ իրեն ռուսի տակից դուրս չգալ եւ իր տեսակին անպայման պարկելու չկվել։ Բայց ես առաջարկս ուրիշ է։ Գնացեք նախոտ կա եւ այնտեղ ռուսի տակ պարկեք, Հայաստանում ռուսի տակ աշխատեք։ Չպարկեք եւ վարդանիկություն չանեք։ Սրանք էլ պիտի պատժվեն։ Վհատություն տարածողները, ազգային ինքնագիտակցություն փչացնողները եւ այլն եւ այլն։ Հիմա ավելի կոնկրետանանք, ինչու ուրեմն ազգային գիտակցության հարցը դրվեց մեր կողմից, ինչու եւ Հայաստանի վերականգնման անհրաժեշտությունը։ Հիշեցնեմ ձեզ, որ մենք այն ժողովուրդներից ենք, որոնք ցակումնաբանական իմաստով հարազատներ չունեն, եւ ռուսները ընդհանրապես մեզ հարազատ չեն, որևէ կապ չունեն էթնիկական, մշակութային եւ առումներով ռուսների հետ։ Առհասարակ սրանցից ամենահեռուներից ենք։ Այնքանով ենք մոտիկ, ինչքան մարդկություն է, ինչքանով իբրև թե քրիստոնյաներ են, թե ինչպիսի քրիստոնյա են դուք տեսնում եք Կիրիլի գործելածևից Ուկրաինայի ճակատ ռուսներին ուղարկելու պարագայով, նաև կներեք հայ ավանակներ հավաքելով եւ իրենց համար մեռնելու համար Ուկրաինա ուղարկելու ուրիշ երկրներ, ուրեմն այդպիսի քրիստոնյաները, որոնք ուրեմն գիշեր-ցերեկ ուրեմն պատերազմների մեջ են եւ այդ երկիրը այդ ժողովուրդ երբեք չի հանգստանա։ Դրա համար մենք պետք է խորը մտածենք, իմ ասածը այն չի որ ուրեմն շատ մտածելու կարիք կա, իմ ասածի մեջ կա մի բան, ազգային շահը ճանաչիր, եղիր էգոիստ ազգային շահի իմաստով եւ ռսահապատակությանը թարգտուր։ Հիմա մենք անշուշտ եթե ապրեինք 1900 թվականներ լիներ, մենք խոսեինք նաեւ թրկապատակության մասին, բայց դժբախտաբար մեր տխմարության պատճառով նաեւ մեր հարազատ եղբոր դավադրության եւ ցեղասպանության կազմակերպման, ինչպես որ Գալատամորը, այս բանի շնորհիվ մենք յաթաղանետակով անցանք եւ չունենք այն հայությունը, որը արմատահայություն էր, որի մասին խոսենք։ Հիմա դրա համար առաջարկս է ընդհանրապես առողջ լինել եւ աշխատել չտեղավորվել ոչ մեկի տակը։ Ընդհանրապես տակը լավ չի, ուզում եք հարցրեք։ Ժողովրդների մասին է խոսքը, նորմալ ժողովուրդները կրկնեմ աշխատում են ապրել այնպես, ինչպես ժամանակին ապրում էր Տիգրան Մեծը, Դրթատակավոր եւ այլն, որոնք ուրիշին իրենց տակն էին պահում եւ շատ արժանապատիվ էին։ Ասեմ նաեւ որ ռուսները ընդհանրապես թքում են բոլոր նրանց վրա, ովքեր իրենց հանձնվում են ձեր աչքի վրա։ Օրինակները բերեմ երկու տեսակետից, որպես զարմանալի չտվա։ Հայաստանի ռսահպատակ օլիգարխներին տեսեք Մոսկվայի եւ տեսեք Ադրբեջանի ռսահպատակ իբրև թե օլիգարխներին։ Սրանք ադրբեջանցիները, որի մասին հազար բան կասենք, քոչվոր են, մշակույթ չունեն, պատմություն չունեն, գանձասար չունեն եւ չունեն, այո, չունեն։ Բայց դրանք ինչպես կանգնեցին ռուսական ուրեմն հարցակման դիմաց, հավաքվեցին իրենց նախագահի շուրջ եւ դիմադրում են Ռուսաստանին։ Իսկ հայ օլիգարխ կոչվածը Կաշվից դուրս է գալիս, որովհետեւ Հայաստանը պահի ռուսական տիրույթի շրջանակներում։ Սա ազգային խայտառակություն է։ Ավելի լավ է գետինը մտնեն, սրանք կան իրենց փողի վրա թքեն։ Դրանց սա պետք է մենք հստակ պիտի խոսենք, գիտեք, պետք չի այստեղ փարիսեցություն, պետք չի շատ բաներ։ Հիմա ասեմ հետեւյալը, որ ուրեմն մենք ունեցել ենք բազմաթիվ հոգևորականներ, հոյես մեր հոգևորականությունը Աջափ Սանդալյանները չեն, ոչ էլ ուրեմն տերորի հակում ունեցող կամ մաֆիոս հակում ունեցող ուրիշ դեմքեր, այդպիսիները չեն եղել։ Եվ ոչ էլ ունեցել ենք, ես չեմ հիշում ին կարդացած գրականության մեջ այնպիսի կաթողիկոս, ինչպիսին ուրեմն Գարեգին Ուզուրպատերն է, Ուզուրպատեր ես ասում եմ ինչի համար, որովհետեւ այդ մարդը արյունով է ընտրվել եւ ընտրության ժամանակ եղել են շատ բաներ, խարդախություններ, իսկ հայոց հայրապետը չի կարող խարդախություններով ընտրվել։ Դրանք փաստեր են մանավանդ հայոց հայրապետը չի կարող Երևան մայրաքաղաքում օտար պետության դեսպանից ուրեմն ստանալ շքանշան եւ գնալ ինքը դեսպանատուն։ Ուրեմն բոլոր նույնիսկ սուլտանական շրջանում անգամ եղել են բաներ, որ գնացել են հայրապետերի մոտ, arczepiskoposների եւ արժանապատիվ եղեք, ասածս
Սա է, հիմա ասեմ հետևյալը, այդ ուրեմն ամենարժանապատիվ, ամենակրթված, ամենալուսավորյալ պատրիարքներից մեկը մեր Մաղաքիա arczepiskopos Օրմանյանը, որի ազգապատում 3 հատորանոց գիրքը հիմա էլ հոգևոր ճեմարանների համար դասագիրք է, իսկ գիտնականների համար Հայաստանի պատմության ձեռնարկ, եկեղեցու մեր պատմության, եկեղեցու ծիսակարգի, եկեղեցու լուսավորչական եկեղեցու մասին է խոսքը, ուրեմն դավանանքի, ուրեմն ծիսակարգի ասեցի եւ պատմության մեկնաբանության եւ սա ամենախոշոր դեպքերից մեկն է, կրկնեմ, հա, եւ խնդարկեք իրեն, ուրեմն Մաղաքիա arczepiskopos Օրմանյան, նա որ այն շրջանում է եղել arczepiskopos, պատրիարք Հարեմտահայության եւ Սուլտան Համիդի դժընտագորերն է եւ նրա դիվանագիտական հանճարի շնորհիվ այն ժամանակ երբ որ պատրիարքը Օրմանյանն է եղել պատրիարք Արևմտյան Հայաստանում զուլումը չի եղել, այսինքն ջարդեր չեն եղել, բայց այն ժամանակվա հաստագլուխները, ինչպես որ հիմական լիքը, տեսեք, ուրեմն տերորի կոչեր են անում, հետո ավանակի նման ականջները կախած զարմանում են, որ իրենց կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, այ քեզ բան, հասկանում եք ոնց է, հետո ասում են դա տերորի կոչ չէ, եւ այլն, անհետեցությունը, ինչպես որ տեսնում եք, իհարկե սա ցավալի է մեզ համար, բայց փաստ է, ուրեմն Մաղաքիա Օրմանյանն ասում է, որ Սուլտան Համիդի ջարդերի եւ այլնի բարակայում մեծ դեր խաղաց նաեւ հայ ժողովրդի հայության ռասասիրությունը, պատժվեց ռասասիրության համար, հիմա պատժվել է հայ ժողովուրդը մի ռասասիրության համար, մի սիրո համար, որը թունավոր է եղել, դրա համար ես առաջարկում եմ թունավոր սիրուց ազատվել, թունավոր ատամները գծել, անել, դուք հաշվի առեք, որ մեզ ընդամենը Տիգրան Մեծի թողած 350-400,000 քառակուսի կիլոմետրից, ուրեմն իմացեք Տրտան Մեծի ժամանակ Գրիգոր Լուսավորչի Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը որպես թագավորություն իր մեջ ընդգրկում էր ամբողջ հայկական լեռնաշխարհը։ Հիմա թե ինչ է մնացել այդ լեռնաշխարհից, որներ մենք ձեզ հետ միասին ատամներով կարճած կռիվ ենք տալիս պահելու համար, դա ծեր աչքի առաջ է։ Եղա շարունակենք այդպես, սա էլ չմնա, ինչպես որ Գալադամովի մի օր սակը ենթարկեն, ինչպես ռուսները ենթարկեցին ադրբեջանցիների ձեռքով, նաև էթնիկ զտում կազմակերպեցին Արցախահայության բարակայում։ Ուրեմն սրանք ռեալ, ես դրա համար առաջարկում եմ, սովորաբար երբ ասում եք լավատես, վատատես եւ այլն, ես առաջարկում եմ ձեզ լինել իրատես եւ փաստերին նայել, ինչպիսին է լինի տհաճ, հաճելի, փաստերին նայել այն տեսքով, ինչպիսին նրանք կան, օբյեկտիվ լինել։ Դրա համար օրինակ ես գերատասում եմ այսպիսի մի արտահայտություն, որ մեր ժողովրդի մեջ հակառակ պատկեր ունի։ Հռոմեացիները հնուց ասում են, որ մահացածից հետո միայն հանգուցյալից հետո միայն ճշմարտությունը մեր մոտ տարածված է, ուրեմն մահանալուց հետո հանգուցյալի մասին միայն լավը։ Այ իրենք դրա համար էլ այդպես են անում, գիտեն, որ իրենց մասին ուրեմն կողոպտելու են երկիրը, ձեզնից վրեժ են լուծելու, չգիտեմ ինչի համար, որպեսզի մտնեն Հյուսիսի ցարերի համապատասխան տեղերը եւ լավ լիզեն, կներեք, ուրեմն գիտեն, որ հետո մեկը իրենց մասին ասել են, որ սուրբ է։ Եղավ, ուրեմն մենք պիտի սովորենք լինել իրատես, դա ճշմարիտ, դա մեզ կտանի բոլորիս կտանի ճշմարիտ ճանապարհով եւ սիրենք այդ արտահայտությունը, որ նաեւ ինչպես կյանքում, այնպես էլ մահից հետո հանգուցյալի մասին միայն ճշմարտությունը, ճշմարտության ուղին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության այն սկզբունքն է, որ առաջարկում է ձեզ շարժվենք ճշմարտության եւ օբյեկտիվության ճանապարհով։ Հիմա այսպես ընդհանրական եմ ասում, որովհետեւ տեսեք մեր կյանքը շատ խորտոբորտ է, սպիրկով ալեկոծվում է Հայաստանը, պրոբլեմներ, ինչպես ներսից, այնպես եւ դրսից։ Իհարկե ներսի պրոբլեմը արհեստական է, մեծ մասամբ, դա ռուսական ագենտուրան է, դգետների կամ էլ մի հսկա խումբ է, թուրքից սարսափած, գերացած գեներալ, բայց թուրքից սարսափած կռիվ է տալիս եւ բացատրում են թուրքերի տարաբերություն պետք չի փոխանակ բանակը պատրաստելու ցանկացած ճշնամութեն պատերազմելու համար։ Գևախկոտ գեներալ, որը աճաբարելով խոսում է, որ Թուրքիայի տարաբերությունները պետք չեն։ Բայց եթե Թուրքիայի տարաբերությունները պետք չեն, այդ գեներալն ում է պետք։ Ինքը գցեք աղբանս թող գնա։ Մեզ պետք են հարաբերություններ, մեզ պետք է բանակ, որը կապահովի նորմալ հարաբերություններ ցանկացած բարեկամի կամ թշնամու հետ։ Նկատի ունեցեք դրանք։ Հիմա ասելիքս իմաստը ինչն էր։ Ուզում եմ ասել, որ մենք պետք է պահի լրջությունը հասկանանք, մեր խախուտ վիճակը հասկանանք, եւ այդ խախուտ վիճակի մեջ ոչ թե վախենանք, այլ լուծումներ որոնենք եւ մանավանդ դուք տեսնում եք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջի դեմքերի մակարդակով գոնե դուք տեսնում եք, ինչպիսի հաջողությամբ
մանևրում են եւ նաեւ այն կուսակցությունները, մարդկանց խմբերը, վերլուծաբաններ, որոնք պինդ կանգնած են պետականության թիկունքում եւ պաշտպանում են պետական շահը։ Այդ չի նշանակում, որ այդ կուսակցությունները կամ մարդիկ չեն տեսնում եղած թերությունները, դա միանշանակ կլինեն կուր, այլ հասկանում են պահի լրջությունը եւ երկրորդական հարցը չեն խառնում գլխավոր հարցի հետ։ Մեզ համար հիմա գլխավորը Հայաստանի Հանրապետության կայունությունն է, նկատի ունեցեք, անվտանգ զարգացման համար ներքին եւ արտաքին պայմանների ապահովումը եւ արդիական այն Հայաստանի հիմքերի ստեղծումը, որը ձեզ գոհունակություն կպատճառի 20-30 տարի հետո։ Այնպես որ նայեցեք, գործընթացները մի օրում չեն առաջանում քաղաքական կյանքում, չեն էլ կարող, ոչ էլ կարող են մի օրում վերջանալ, բայց հայրենիքը մի օրում կարող է կորցնել։ Եթե ինձ չեք հավատում, արցախահայերին հարցրեք, մանավանդ Ղարաբաղյան կլանին, թե քանի րոպե բավարար մնաց, որպեսզի Ստեփանակերտի գեներալների թաղամասից հայ ճակերտավոր գեներալների վերստի դուրս շփրտի, ինչպես որ արեցի։ Ակնթարթ էր, չէ՞, մինչև հասկացանք ինչ է կատարվում, 4-5 տարվա մեր հայրենիքի հատվածը, ուրեմն ակնթարթով գոլորշացավ մեր աչքի առաջ, մեզ մնում էր բացի ժողովրդին փրկելու գործը, ուրիշ ոչ մի հնարավորություն չունեինք։ Ուրեմն այսպես ամփոփման ձևով էլ ասեմ, որ սկսած Սումգայիթից եւ ուրեմն Կարծո օպերացիայից, որը Գանձակում, Բաքվում եւ այլուր ուրեմն Դաշտային Արցախում եւ այլն, իրականացվեց Կարմիր բանակի կողմից, որը հետո ռուսական Պուտինյան կամ Ելցինյան բանակի կողմից շարունակվեց, եւ այսօր ինչ ունենք։ Ամենատխուր արդյունքն ունենք, որն է դա։ Ուրեմն Ուտիքը, որ հայկական 15 նահանգներից մեկն էր, Արցախը, որ հայկական 15 նահանգներից մեկն է, այսօր այլևս մերը չեն։ Եվ մենք դա կորցրել ենք Սումգայիթից սկսած 30-40 տարվա ընթացքում, մենք կորցրել ենք մեր հայրենիքի, ուրեմն երկու նահանգ, 15 նահանգներից երկուսը։ Այսպես հաջողության ճակերտավոր շարունակելու պայմաններում, երբ որ ոհմակները փողոցներում լծված անընդհատ կապանակայունացնեն բանը, ուրեմն երկիրը կունենանք մեծ հաջողություններ, իհարկե իմ ասած ցավալի, ուրեմն պետք է արձանագրում է։ Եվ ընդհանրապես ասեմ, որ մարդը պետք է ավանակ լինի, ավանակ եթե լինի էշից լինի ավանակ, որ այդ բոլորի մեջ չտեսնի ռուսական ձեռակիրը։ Սումգայիթից սկսած մինչև Ստեփանակերտի, Արցախի, ուրեմն հանձնում Ադրբեջանին այդ բոլորը կառավարվել է կամ սովետական բանակի ղեկավարների կողմից եւ գաղտնի ծառայությունների, նաեւ բանակի կամ ռուսականի։ Դե տարբերությունը սովետականի ռուսականի ինչպիսին է, դուք գիտեք։ Եթե կրկնեմ, եթե մարդը, որևէ մեկը հայը, եթե չի տեսնում, որ Լավրովի պլանով Արցախը վերադարձվեց ճակերտավոր Ադրբեջանի տիրույթ, ուտե ավանակ է ուրեմն գեներալ լինի թե չէ, Մոսկվայում կան այդպիսի այստեղ չասեմ ավանակներ, ուրեմն հիմա սկսել են իբր թե ռուսներին պետք է որ Ալիևի հետ խժդժություններ անեն, նորից Արցախայցան մեջտեղ են բերել, մեջտեղ են քաշել եւ ինչ են անում, ուրեմն մեղադրում են լուրջ տեսքով գեներալական ուսապիրներով հայերի մասին է խոսքը, բոլորին նշում են որ դա Ադրբեջանն արեց, Թուրքիան արեց, ուրեմն բայևիկներն արեցին, Պակիստանն արեց, Զանզիբարն արեց, Գաբոնի թագավորն արեց, ուրեմն Սուլտան Համիդն արեց, բայց ռուսները չարեցին։ Սա ամենատգետ հանցագործ միտն է։ Առաջինը, վերջինը, ամեն ինչը կատարվել է ռուսների գիտությամբ, Կրեմլի նախագծերով, սա կասկած չունենա։ Ես կրկնում եմ առանց համաչելու, բայց չեմ ուզում հանձնապես որևէ մեկը իր վրա վերցնի։ Հայը պետք է լինի ավանակ, կամ էշից էլ ավանակ, որ նորից շարունակի ռուսական հետքը չտեսներ եւ չտեսներ, որ Ադրբեջանի գործողությունների լայն, ուրեմն ասպարեզը ապահովված է Կրեմլի կողմից։ Այսօր էլ հիմա լիզում են հայությանը, բարձր ինչի համար, որպեսզի նորից խցկվեն մեր վագոն, որովհետեւ մեր վագոնը կարծես թե ուրիշ տեղ է գնում, որպեսզի նորից քաշեն նոր աղետների մեջ։ Հիմա այսպես ամփոփիչ, ես բոլորը շատ է ասում, ճիշտ ասած, այս հարցերի մասին ես նույնիսկ ցանտրանում եմ խոսել, բայց ժողովրդի հետ շփումները ներսի դերսի եւ լրատվության հետ հարաբերվելը պարտավորեցնում են նորից հիշեցնել եւ ցավալիորեն արձանագրել, որ ուրեմն կարծեմ Թումանյանն էր ասում, որ մենք շատ ենք փչացած, ներսից ենք փչացած, ես ավելացնեմ։ Մենք ազգային գիտակցությունից ենք փչացած։ Եթե մեր ազգային գիտակցությունը առողջ լիներ, եթե մենք չունենայինք ֆոբիաներ եւ մենք չգերատասեինք
թուրքը ռուսից, ռուսը թուրքից, ուրեմն մեր համար ընդհանրապես մեկ է, եթե Հայաստանի Հանրապետությունը աղետի է ենթարկվում, ռուսն է ենթարկել, թե թուրքը ինձ համար առանձնապես ինչ տարբերություն։ Հիմա ուրեմն բայց կոնկրետը ավելի կոնկրետ է, Արցախի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որ Արցախի Հանրապետությունն է, ռուսը հանձնել է Թուրքին, հայությանը դուրս շպրտելով այդտեղից։ Հիմա էլի նստեք թուրք քրֆեք, ինչքան կարող եք հայ թուրքերին, եթե մանավանդ է։ Հիմա ինչ եմ ասում։ Ես ցես վերադարձնում եմ Աստվածաշնչյան մի արտահայտության, որը շատ եմ ասել, չեմ զլանում կրկնել, որովհետև մենք Աստվածաշնչյան ժողովուրդ ենք եւ Աստվածաշնչի մեջ համաշխարհային, այսպես ասած, մտքի գոհարները, իմաստություններ են եւ այլն։ Հովհաննեսի ուրեմն մարգարեության մեջ այդ բաժնում ինչ ասում սկզբից։ Եվ պատահական չի, որ ուրեմն Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթև ինչ որ ասել են, դա առաջին թարգմանական տողերից մեկն են թարգմանել։ Ինչ ասում ուրեմն այս առաջի տողերն ասում է, որ ասում են բառացիորեն ուշադիր եղեք։ Սկզբից բանն էր եղել, այսինքն միտքը, գաղափարը, եւ բանը բան էր, եւ ասում Աստված էր, որ բանն էր։ Այսինքն ինչ, այս ուրեմն հատկապես արախ սիրող, խորովածի համար մեռնող, ուրեմն օջախի, այն օջախ ռեստորանում իբրև թե երրորդ հանրապետության էլիտաների խաշը խորոված սիրող սրանց համար եմ ասում, որ բոլոր դեպքերում ինչ կան էլ խաշը խորովածը, մատաղը, այդ մատաղը իրենց մատաղը, ուրեմն շատ համով է, բայց Աստվածաշունչն ասում է սկզբից բան էր։ Հիմա սրա ինձ թույլ է տալիս ասելու Ժորժ ջան, որ նկատի ունեցեք, մենք պարտավոր ենք ճիշտ է կորուստները գրել ենք, բայց թե չսարքենք գիշեր ցերեկվա ողբերգության մի առարկա եւ քրկնենք մազոխիստի նման մեր ներքին ներաշխարհը, այլ հետևություններ անենք եւ այո, եթե այդպես է, ուրեմն մենք ապավինենք մեր մտքին համաշխարհային պատմության, ուրեմն տրամաբանությանը, այսօրվա որ կա զարգացումների եւ մեր ժողովրդի հազարամյակների Հայաստանի պատմության, ոչ հայ ժողովրդի, որտեղ այդ հայ ժողովուրդ ասած պատմություն շատ անհասկանալի բան է, որտեղ ինչ եւ հետո ինչ է, որ մենք ցեղասպանությունից առաջ այսպես աշխարհում մենք տարածված չէինք, իհարկե տարածված ենք, բայց այս որ չափերով, ուրեմն այդ բոլորը ինչի համար եմ ասում, որ մենք ապավինենք մեր մտքին, իսկ աշխարհը դուք գիտեք, որ գնահատել է հայերի խելքը։ Հիմա ես էլ ասում եմ, եթե խելք ունենք, եկեք խելքներս գլուխներս հավաքենք, այս վերջին ճակատամարտը տանք, որ պետք է դառնա պետականության համար մեծ կռիվ։ Եվ մենք տալիս ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը իր ուժերի չափի մեջ եւ նույնիսկ ավելին, եթե նկատել եք, ուրեմն կռիվ է տալիս Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետականության համար, որ իր հարաբերությունները կանոնավորի ինչպես թշնամիների, այնպես եւ բարեկամների հետ, այդ թվում նաեւ ռուսների հետ։ Ռուսները պարտավոր են եւ պիտի հարգեն Հայաստանի Հանրապետության ուրեմն պետականությունը եւ պիտի հարգեն հայ ժողովրդին եւ չպետք է աշխատեն արմյաշկեք ցգնեն եւ ծվադրեն։ Ինքը դարերով արմյաշկեկը ծվադրում Մոսկվայում, Երևանում, որտեղ կարողանում են նույնիսկ Միացյալ Նահանգներ, Ավստրալիա եւ այլն։ Եվ այդ ռեսասիրությունը որպես չարիք պիտի դուրս գա մեր միջից։ Դա չի նշանակում, չգիտեմ ում ատել, չատել, բայց մնում է մի բան։ Այդ բոլորի փոխարեն ազգային ինքնագիտակցության, եթե ուզում ենք խորոչները մաքրենք, դեռ մեջ պիտի լինի հայասիրություն եւ հայաստանասիրություն, ուրիշ ոչինչ։ Մնացածը հարաբերվեք ինչպես կուզեք, ինչպես որ ուրիշ ժողովուրդները հարաբերվում են մնացած ժողովուրդների հետ, այդ դեպքում մենք կդառնանք նորմալ մեր անցյալի փառքին արժանի ժողովուրդ, որտեղ մենք մեր անցյալը եւ մեր պատմությունը, մեր մշակույթը նկատի ունեցեք չափազանց փառայել է։ Մենք համաշխարհային պատմությանը տվել ենք այնպիսի մեծություններ, այդ թվում նաև ուրեմն ողերին բարեկամ Ռուսաստանին, որ երբեք Հայաստանի համար դա չի եղել։ Այս օրինակը բերեմ։ Ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելարուսի պաշտպանության համար, թե դրանք մեզ հետ ինչքանով են այսօր եւ եվրոպական պետությունների համար, մենք 600,000 զորակոչային մաս ենք ունեցել, միայն սովետական տարածքից նկատի ունեցեք, ես չեմ հաշվում Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ այլն հաճանային ստոր զանգվածները, որ այդ մարմնական պետությունների բանակներում են կռվել։ 300,000-ից ավելի հայորդի գլուխը դրել է անտեր ռուսական ստեպի, բելարուսական ճահիճի եւ ուկրաինական խուտորների համար։ Հիմա հարց եմ տալիս Արցախի տեղահանության ժամանակ քանի ուկրաինացի, քանի բելարուս, քանի ռուս ուրեմն տեղից շարժվեց եւ ով ասաց։ Եվ ավելին ասեմ, իսկ ինչու դրանք ասեն, եթե Ղարաբաղյան կլանը լծված էր ռուսների նախագծով Արցախը ամայացնելու գործին, եթե հայ գեներալները ճողոբրում էին, այսինքն ինչու պիտի օտար աներ, այսպես,
Ուրեմն այսպես, ուրեմն ուզում եմ ասել, որ ուրեմն վերադարձնել է պետք մեր ազգային ինքնատիպացիան նորմալ ընթացքի մեջ եւ ամեն ինչ կկարգավորի, որովհետեւ հիմա ասել մենք ունենք բավարար ուժ աշխարհով մեկ, որովհետեւ մենք ունենանք այսօր Կովկասի այս տարածաշրջանում այս տարածքի չափով ինչքան որ ունենք ուրեմն 30,000 ասենք, եթե դժվարանում եմ ներքևի թվեր ասել, Հայաստանը դառնա տարածաշրջանի բանալի պետություն, այնպիսի մի պետություն, հիշեք բանաձևը, որ քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը դավանում է եւ ես վստահ եմ, որ մենք դա ունենալու ենք, այնպիսի մի պետություն այսօր Կովկասում, տարածաշրջանում ավելի, ինչպիսին Լեհաստանն է Արևելյան Եվրոպայում, ամենադինամիկ, արագ զարգացող, արդիականացող պետությունը։ Կրկնեմ, այսօր Կովկասի բանալի պետություն Քիստեյտ եւ որը նման է այնպիսի դերակատարություն ֆունկցիաներ եւ այն քաշ պետք ունենա, ինչպես ունի Լեհաստանն այսօր Արևելյան Եվրոպան եւ առասարակ աշխարհում մեջ։ Ուրեմն սրանք ռեալ մենք ինչ չունենք։ Մենք ամեն ինչ ունենք, բայց ուղեղ չունենք, որ կապնենք մեր պետականության շենքի շինարարությանը։ Այս բառական ես հիշեցնեմ Ավետիս Ահարոնյանի, ես ես շատ եմ հիշեցնելու, մանավանդ որ YouTube-յան էջով միացել եք մեզ, եւ որոնք շատ հնարավորություն են տալիս, ուրեմն մենք նաեւ հաղորդակցվենք մնացած զանգվածների հետ։ Մեր մեծերին, մեր հայ մեծերին, որոնք հայ մշակույթն են, Հայաստանի պատմությունն են, մարդիկ, որոնք իրենց կյանքը անմնացորդ նվիրել են Հայաստանին եւ ոչ ուրիշ բաների, Հայաստանին, այնտեղ են բանից Հայաստան այդ տարածքով ինչքան է եղել է նյութական, եղել է հոգևոր, իրական, ոչ իրական եւ այլն, ինչպես կուզեք։ Ինչ էր ասում Ավետիս Ահարոնյանը, 18-20 թվերի մասին է խոսքը, ասում ազատությունը թափառում էր եւ թագում էր բոլոր ժողովուրդների դռները։ Ազատություն ստացան վրացիներ, չգիտեն դե պարզես ազերիներ, այն ժամանակ ադրբեջանցի չէին եւ այլն։ Ասում է, բայց երբ ազատությունը եկավ մեր դուռը թակեց, ուշադիր նայեք։ Ասում է, մենք պարզվեց, որ ոչ թե հայ ենք, այլ վանեցի ենք, երզրունցի ենք, կարնեցի ենք, այսինքն մենք ապարանցի ենք, Ղարաբաղցի ենք, չգիտեմ ինչ ենք։ Նայեցեք հայերեն է, չի Ղարաբաղ եւ այլն։ Այս հայերս մեկ կապ չունի։ Սրանք օտարի դրած անուններ են։ Եվ այսպես ասում է, ազատությունը ասում է թափառեց, մղկտաց եւ Հայաստանի դռներից հեռու գնաց, որովհետեւ կրկնում է Ավետիս Ահարոնյանն, ասում է, երբ ազատությունը մեր դուռը թակեց դարերին խորքից այդ դժտակ ժամանակներից, բարձվեց մենք վանեցի ենք, կարնեցի ենք, ամեն ինչ ենք, բայց ըստ էության ուզում եմ ասել, բայց հայ չէինք հավաքական։ Հիմա ժամանակաշրջանը փոխվել է, մենք 30 տարի այս կամ այն կերպ մեր պետականությունը պահել ենք, ես վստահաբար կարող եմ ասել, որ 7 տարի դաժան կռիվ ենք տալիս Հայաստանի Հանրապետության կայունության, անվտանգության եւ բարեշենության համար եւ ինչ որ բան արդեն հաջողվել է, դուք դա տեսնում եք, ուրեմն մենք պարտավոր ենք այլևս չմղկտացնենք ազատության, այլ մղկտացնենք հայության մեջ նրանց, ովքեր թշնամի են Հայաստանի պետականությանը։ Չզարմանաք ասածս։ Դուք տեսնում եք, ուրեմն, եթե քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն դիներ իմ ազգային ժողովում, ես ձեզ վստահեցնում եմ, մենք օրինակից կներկայացնեինք եւ ռևանշիստների վզին կտնեինք 6-7 տարվա ցույցերի գործատուների անհանգստության համար առաջացած այն նյութական եւ հոգեոր պատասխանատվությունը, որ դրանք տվեցին մեր երկրին։ Դուք պատկերացնում եք, պատերազմից արնակամ մի պետության մեջ սկսվում է 6-7 տարի ցույց տարբեր պատերվակներով, գործատուր, ընդբոստություն եւ այլն իշխանության տապալման համար, ընդ որում դա իշխանության գրավում չի, խապում են, իրենք իշխանությունը չեն կարող գրավել, չեն կարող, որովհետեւ այդ իշխանությունը եթե իրենց ձեռնանցավ, Իվանը ձեռներից վերցնելու է, իրենց քամակիներ փածով տալու է Սիկտիրանը, կներեք, Հայաստանից են, աշխարհից են, դա իրենցը չի լինելու, դա ռուսկի միր է լինելու։ Կներեք բարերիս, համար մարտենանավոր չչացի։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն ես հիմա եմ առաջարկում ուրեմն Հայաստանի կառավարությունը հաշվել այն տնտեսական վնասը, որ այս ռսա թոց հատվածը գործատուլի ցույցի եւ արդյունքով վնաս է տվել Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, ճանապարհ փակելով, քայքայելով, ծախսելով, չգիտեմ ինչ որ հազար բան կա։ Դրանց էքսպերտային գնահատականները շատ էշտ է հանելը։ Եթե մենք լինենք խորհրդանում, սա լինելու է օրինագիծ, եւ սրանք իրենց գողոպուտի մի մասը ավելին վերադարձնելու են Հայաստանի պետական բյուջե, որովհետեւ իրենք սաբոտաժ են անում պետականությունը, եւ այդ սաբոտաժի մի զգալի մասը զուտ տնտեսական է։ Իրենք ճարպակալում են, իրենք ուրեմն չաղանում են եւ այլն, բայց երկրի տնտեսությունը դրանից չի աճել, բարձր չէ, ինչպես կարող է գիշեր ցերեկ
բողոքի ակցիաների տակ գտնվող երկիրը ունենա հանգստյանք եւ տնտեսական աճ, բայց դուք տեսնում եք, որ այդ տնտեսական աճը կա։ Բոլոր դեպքերում կա մեր ժողովրդին, որը իր ուրեմն հիմնական զանգվածով իր բեռը տանում է։ Հիմա եթե չերկարացնեմ, ասեմ հետևյալը, որ այսօրվա նյութի մեջ է եւ ես հատուկ նախատեսել էի։ Մենք ձեզ հետ միասին աշխարհում ենք եւ ես ասում եմ սա ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերի համար եւ մեր հանրապետությունում ապրող այլ քաղաքացիներ, առաջին հերթին եզդիներ, ուրեմն ուկրաինացիներ, ռուսներ եւ այլն ովքեր որ կան։ Ուրեմն մենք պարտավոր ենք մեր պետականությունը վերականգնենք ամենաարդյական ուրեմն չափանիշներով եւ ժամանակակից ռեսերի վրա։ Բայց ես առաջարկում եմ նաեւ Սփյուռքահայությանը, ուրեմն դուրս շապրտել բոլոր տեղերից այն անհատներին, որոնք ինչ-ինչ պատճառներով քացել տալ հայկական միջավայրից դուրս գցել։ Բոլոր նրանց, ովքեր անընդհատ թունավորում են Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների վիճակը։ Մենք այնպիսի մթնոլորտ պիտի առաջացնենք աշխարհում եք, եւ ես դիմում եմ Ավստրալիայի հայությանը, դիմում եմ այն գաղութները, որոնք շատ Կանադայի հայությանը, Միացյալ Նահանգների հայությանը եւ այլն։ Զսպեք բոլոր նրանց, ովքեր ուրեմն փրկուրը բերաններին գիշեր-ցերեկ վայրահաչում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այսօրվա սուրբ են, սխալներ չունեն։ Դան եւ ուրեմն չեն կարող չունենալ նման վիճակով, բայց այսօրվա իշխանությունը եւ նրանց հետ համագործակցող ուժերը իրենց հնարավորությունների սահմաններում անում են այն, որ Հայաստանի Հանրապետությունը աղետի չի ենթարկվի եւ մենք ունենանք մեր աճող դինամիկ զարգացող պետականություն։ Առաջարկս է, կրկնում եմ, աշխարհում եք եւ Հայաստանի Հանրապետությունում բոլոր նրանք, ովքեր հակապետական տարբեր պատրվակներով, հիմնականում դրանք իմացեք ռուսակոծերն են, ռուսական ագենտուրան է, գաղտնի ծառայությունները, դա լինի Փարիզ, դա լինի Լոս, ուզում եք Քլոս, ուզում եք չգիտեմ որտեղ, ուզում եք Բանգկոկ, որտեղ կուզեք։ Այս ռուսական ագենտուրան քսի է տրվել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդպես կա նաև դուք նկատի ունեցեք Իրանում Թուդեն եւ նրա ուրեմն շուրջ հավաքվածները եւ մնացածները, Զարաբյաններ եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն եւ եթե մենք համախմբված կլինենք այդ տեսակետով պետության եւ ազատության վերականգնման մեր իդեալներով, նկատի ունեցեք, որի տակ եւ ուզեք չուզեք, ինչ ուզում եք, ուրեմն տրտադմեցն է որպես պետականություն, որպես մշակույթ քրիստոնեությունն է։ Ուզում են այս աթեիստները պայթեն, մեր մշակույթը քրիստոնեական է։ Եթե մեր մշակույթը քրիստոնեական է եւ այդպես է, ես առաջարկում եմ կարդալ Պავლոս Սևակ, որպես այն տխմարությունները դες կան, ոչ մեկը ես հատկապես նախորդ շրջանի հետ նույն հպարտությունն է մեր պատմության ինչ որ հետո եւ պիտի լինի, ուրեմն այդպիսի Հայաստան ստեղծելու համար պիտի բոլորը բոցերում վառվեն բոլոր նրանք, ովքեր թշնամանք են տարածում, սերմանում Հայաստանի պետականության դեմ։ Իսկ իշխանությանը քննադատեք բարեկրթության սահմաններում, այս խոսույթը դադարեցրեք, անհասկանալի, աղբի հոսպեր բերող հայոց լեզու անհասկանալի է։ Չարենցը լիներ թե տեսներ, թե ինչ լեզվով են խոսում, ինչ լեզվի ինչ մակարդակ են ապահովում այսօր Հայաստանում եւ այլուր իր ցեղակիցներն, այսպես ասեն։ Եվ այսպես, ուրեմն սա նկատի ունեցեք, այս բոլորը պիտի լուծվի, մնացածն այսպես է։ Նայեցեք բարեկամներ, այդ մնացածները եկող գնացող են, պետականության ընթացքը, երբ որ հիմա է հունի մեջ է, ավելի կհունավորվի, իմացեք, որ այդ պետությունը այսօր եթե վատն է, վաղը լավն է լինելու, ավելի լավն է լինելու եւ այլն եւ այլն։ Ասեմ նաեւ ես վստահ եմ, որ իմ հետազոտությունները ուրիշ էթնոսների եւ այլնի վերաբերյալին տեղեկատվությունը, գիտական ինֆորմացիան եւ այլն եթե համադրում, ես կարող եմ ասել, այն պայմաններում ինչ գեհենով որ անցավ հայությունը, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, Ղարաբաղյան կլանի տիրույթի շրջանում, գողապետության շրջանում, պատերազմից հետո Արցախյան այս ուրեմն իրադարձություններ եւ 7 տարի կռիվ Հայաստանի Հանրապետության գոյության եւ զարգացման համար վստահ եղեք շատ ժողովուրդներ չէին դիմանա, գոլոշացել, ցնդել էին։ Սա խոսում է մեր ժողովրդի ուժի մասին, հաստատ բավարար չի։ Ինչու՞։ Հիմա տեսեք ինչն է ասելիքիս իմաստը, Ժորժ ջան։ Ուրեմն եթե մենք վերադառնում ենք Արտաշես արքայի, Սատենիկի, տեսեք ինչ սիրո ինչ պատմություններ կան։ Այդ լեգենդները լեգենդ չեն, դա մեր նախնիների ապրած ասպետական ազատ կյանքն է։ Եթե մենք վերադառնում ենք Տիգրան Մեծ եւ այս շրջաններ, Տրթատ եւ այլն, նկատի ունեցեք 301 փառահեղ
թվական քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու տարի եւ այլն, այս բոլորը տեսեք ովքեր էին մեր գործընկեր պետությունները։ Մեր գործընկեր պետություններն էին Իրանը կամ Պարսկաստանը, այն օրերի, Բյուզանդիան, Հռոմը եւ այսպես շարունակ։ Այսինքն այսօրվա իմաստով ասեմ Միացյալ Նահանգներ, Չինաստան, ուրեմն Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն։ Հիմա նայեք այսօր մենք ում հետ ենք մրցում։ Մի հատ չձևավորված ազերի կոչված ժողովուրդ, որի ուրեմն հարվածներից չենք կարողանում գլուխներս ազատենք եւ մեղավորը հիմնական մեղավոր հարաբերական կլանն հետ չկասկածենք։ Հասկանում եք, այս ասելիքիս իմաստը որն է։ Տեսեք ինչքան ենք նահանջել, ուր ենք հասել, համաշխարհային քաղաքակրթություն ստեղծած պետությունների հետ մրցակից եղող մի ժողովուրդ եւ պետականություն, այսօր որտեղ է հայտնվել եւ ում հետ է մրցում, ինչ է անում, ինչ է ապացուցում, այնել չի կարողանում ապացուցել, որովհետեւ այդ ապացույցների հիմքերի հիմքը զենքն է, ուժը եւ հզորությունը, հասկանում եք ոնց է։ Ուրեմն սա էլ այսպես, ասելիքս այսպես է։ Մենք տրամադրվում ենք բոլոր աշխարհում եք համահավաքայությունով, որ մենք պիտի ունենանք Հայաստանի 4-րդ հանրապետություն հռչակվել է, որի մասին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը եւ ես անձամբ տասնյակ տարիներ առաջ եմ խոսել, պիտի ունենանք 4-րդ հանրապետություն եւ այդ հանրապետությունը պիտի լինի աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը, ներքին եւ արտաքին քաղաքական առումներով։ Իսկ դրա համար մենք ունենք բոլոր ուժերը, ինչ է մնում մեզ։ Մեզ մնում է որ մեր ուղեղը այդ անտեր ռուսականությունից մաքրենք։ Ուրեմն ժավելով կմաքրեք այսօրվանից։ Ժանգոտ տեղերը կհանեք։ Եվ դա ուրեմն միայն ռուսներին կուրախացնի, ինչու, որտեղ 10 տարի հետո կտեսնեն, թե իրենց ստրկացրած ժողովուրդները ինչպես են ազատագրվել, իսկ իրենք ինչ ստրուկ վիճակի մեջ եղել են եւ մնում են ստրուկներ ուրիշին բարեկամներին քծող, առաջին հերթին ռուսները հայտնի են բարեկամ քծող, առաջինը քծել են, քծելու են հայերին։ Այնպես որ այս բոլորը, երկրորդն էլ այսպես մի բան ասեմ։ Ես իհարկե որ մեկին վիրավորել նպատակ չունեմ, ես չեմ վիրավորում, նկատի ունեցեք։ Ես առաջարկում եմ ռուսականացած հայերին, ուրեմն սկսել խոսել հայերեն։ Ուրեմն ինչքան վատ հայերենով խոսել, շատ ավելի լավ է, քան ձեր կլասիկ ռուսերեն լեզուն։ Մենք պետք է վերադառնանք մեր լեզվին, մեր դավանանքին, մեր եկեղեցուն, մեր խնդիրներին եւ այդպես կվերադառնանք արժանապատիվ համաշխարհային հանրություն, ուրիշ կերպ չի լինելու։ Ինչքան մենք կլինենք արժանապատիվ այդ վիճակների մեջ, նկատի ունեցեք, աշխարհը կհիշի, որ այս ժողովուրդը այն ժողովուրդն է, որ համաշխարհային քաղաքակրթություն է ստեղծել։ Այդ պայմաններում մենք չենք գնա Եվրոպա։ Ինչու՞, որովհետև այդ Եվրոպա ստեղծած ժողովուրդներից մեկն ենք։ Եթե մենք այդ Եվրոպա ստեղծած ժողովուրդներից մեկն ենք, ինչպես կարող ենք Եվրոպա կամ անհեթեթ այդպիսի ձևակերպումների դնել։ Հայաստանը կվերածենք Եվրոպայի, եթե անունը է գալիս։ Եվ Հայաստան պիտի վերածենք այն իսկական Հայաստանին, որը եղել է։ Ունենք նախադրյալ, թե չէ, խոսքս ավարտում եմ հետևյալով եւ ձեզ առաջարկում եմ մի անգամ յուրաքանչյուրը հնարավորության պարագայով ուրեմն գնաք Անտալիայի փոխարեն Երուսաղեմ, գնացեք Սաղիմահայերի հետ հարաբերվեք եւ քայլեք Երուսաղեմի սուրբ վայրերով եւ դուք կգնաք Երուսաղեմ, անպայման չեք կարող չայցելել Տիրոջ գերեզման, Քրիստոսի գերեզման, որը հարության տաճարում է ամփոփված, հսկա մի ուրեմն տաճար։ Եվ այդ տաճարը, որը քրիստոնեության հիմնական սրբատեղին է, սիրտն է, բաբախով եւ այլն, դուք կտեսնեք, որ ես վստահ եմ, կապրեք այնպիսի խինդ ձեր մեջ, ուրեմն հպարտություն, արժանապատվության վերականգնում կունենաք, ինչպեսին ժամանակին ես եմ ունեցել, եւ կտեսնեք, որ հարության տաճարը պայմանականորեն ընդամենը 3 ժողովուրդների պայմանական սեփականությունն է։ Հայերի, հույների եւ լատինական աշխարհի։ Ուրեմն հարության տաճարը ունի 3 հատված։ Ուրեմն հայկական հատված, լեչմիազնական եկեղեցու մասին է խոսքը, ուրեմն հունական հատված եւ լատինական հատված։ Դրանից հետո հարցը փակվում է, փոքր Գողգոթաներ հայկական տարածքում է։ Դուք հարության տաճարում կտեսնեք մեսրոպյան ուղղադրությամբ գրված բառեր, տառեր եւ դուք կզարմանաք, բա դա մենք ենք։ Իհարկե որ խոր կնայեք, իհարկե մենք չենք, մենք դրան պիտի վերահասնենք նորից, դրանք մեր նախնիներն են, որոնք ուրեմն սուրբ քաղաքում երկրպագել են Քրիստոսին եւ այլն։ Հիմա բարձրում է, որ այսպեսի հարության տաճարում տեղ ունեցող եւ մենք ունենք նաեւ մեր ճակերտավոր ազգային ուրեմն տաճարը, Սուրբ Հակոբի տաճարը, բայց իհարկե դա ճակերտավոր է։ Եվ այսպես ուրեմն եւ այդ ժամանակ
մազերը կթափվի, երբ դե հիշեք, որ եթե մազուն եք իհարկե, նման, երբ որ կտեսնեք այդ եկեղեցու, այդ հավատի, այդ քաղաքակրթության, մշակույթի տեր ժողովրդի եկեղեցին ռսահպարտակ է մի քանի խլյակների պատճառով, այն ժամանակ ինքներդ կմաքրեք էջմիածինը եւ չեն զազրախոսի, որ եկեղեցու դեմ են, եկեղեցու դեմ ոչ մեկը չի կարող դեմ լինել, այդ եկեղեցու դեմ այսօր նրանք են, ովքեր որ նրան արատավորում են, իսկ մենք մեր եկեղեցու տերն ենք, այսպես ուրեմն ստեսություն ձեզ, մենք նաեւ ես ուրեմն Facebook եւ այն YouTube-յան էջով եւս ուրեմն ձեզ հետ կհաղորդակցվենք եւ կաշխատեմ ես հաղորդումները, որը շատ ավելի լավացնեն իսկ որ ստրուկներին առաջարկում են որևէ ստրկական հետ չթողել եւ իրենք ինչ որ գրում են բացասական տավերում բացառապես իրենց մայրիկներին է վերաբերվում եւ իրենց կանանց այդ իմացեք առաջինը իրենց է վերաբերում այդ ապուշների մասին է խոսքը իհարկե մենք նաեւ գանձնենք նրանց ում որ պետք է նաեւ չեկիստներին այո ես ասել եմ կրկնում եմ ուրեմն մարդ ավելի լավ է թուրքի մի խոսքով չեկիստ լինել ամեն այլանդակ բանն է ես ռուսական կակեբեն նկատի ունեմ եւ ոչ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունները եղավ ստեցություն ձեզ լավ մնացեք ուրեմն այսպես ուրեմն ամեն ինչ լավ է լինելու բայց այդ ամեն ինչ լավ է հիշեք Ավետիս Սահարյանին եթե ազատություն սիրեք եւ ոչ թե մղկտացնեք ազատությունը մնաք ռսի սապոկի տակ ուրեմն անոթ մեզ, եթե դա այդպես լինի։ Մոլդավան ապացուցեց, թե ինչպես կարելի է ազատագրվել, ինչպես կարելի է թքել բոլոր նրանց վրա, ովքեր որևէ ժողովրդի տվյալ բարակայում մեր ժողովրդի անազատությունն են ուզում Երևանի փողոցներում եւ այլուր, ուրեմն աշխարհով մեկ համախմբվում ենք պետականություն ստեղծելու ճանապարհի վրա եւ ռսաստրգությունը պիտի մեռնի այնպես, ինչպես որ Չուման, ուրեմն դա Չումա է մեզ համար նկատի ունեցեք եւ ազատագրեք ձեր ուղեղներ խոսքով ես կան դրա համար ինչ է դրամատուրգությունները դավացնեմ որտեղ տեսնում եմ երիտասարդներ շատ են դիտում այսօր ինչ եմ առաջարկում ուրեմն վերցնում եք Պետրոստուրյան եւ գիշերը կարդում եք Դերտունչք եւ Սիրային բանաստեղծությունները ուզեք Տերյան կարդացեք եթե չեք ուզի Ավետիք Իսակյան կարդացեք եւ Աբուլ Ալամահարին իմաստնացեք բարձրացեք մենք պարտավոր ենք բարձրանալու ստեսություն ձեզ բարի գիշեր